մեր Գևորգի եղբոր խոսքը շարունակելով կուզեի հիշեցնել, որ Աստծո խոսքը նույնպես վկայում է ասելով, որ ճշմարիտ լույսը եկավ աշխարհ եւ աշխարհի խավարը չտիրեց նրան։ Եվ Հովհաննես ավետարան առաջի գլխում գրված է նրա մասին, որ Հիսուս եկավ աշխարհ, որ մարդկանց լույս քարոզի։ Նա եկավ աշխարհ, որ մարդկանց ճշմարտություն ցույց տա։ Նա եկավ աշխարհ, որ մարդկանց բժշկություն բերի։ Բայց ցավոք սրտի մի ծանր խնդիր առաջ եկավ։ Գրված է, որ մարդիկ ավելի շատ սիրեցին խավարը, քան լույսը։ Ինչու համար? Որովհետև իրենց գործերը չար էին։ Ուրեմն Աստված, երբ որ գալիս է մարդու կյանքի մեջ եւ իր լույսը ուղարկում է մեր խավարի մեջ, նա մեր առջև խնդիր է դնում, որպեսզի մենք չարությունը թողնենք, չար մտքերը, չար գործերը, չար նպատակները։ Աստված ինքը սուրբ է եւ երջանկությունը իր սրբության մեջ բերում է մեր բոլորիս համար։ Եվ այսօր Աստծո սուրբ բազուկները ուղղված են ամեն մարդուն, որպեսզի բժշկի, որպեսզի օրհնի, որպեսզի մեր խավարը լուսավորի, մեր նեղվածների մեջ լայնություն տա մեզ, մեր դժվար հարցերի մեջ պատասխան տա։ Բայց այդ ամենը մենք կստանանք, այդ ամենը մերը կլինի միայն այն դեպքում, երբ որ մենք ընտրենք բարին, ընտրենք լույսը եւ դեպի լույսը գնանք։ Ինչպես ասվեց եղբայրների կողմից, որ մենք ապաշխարենք, ասենք Տեր Հիսուս, ես մեղավոր եմ եղել, ես ընտրել եմ խավարը, այդ խավարի մեջ ծածկել եմ իմ չար գործերը, բայց այսօր գալիս եմ եւ խնդրում եմ ների ինձ, ների իմ մեղքերը, ների իմ բոլոր սխալները, ների որ մարդկանց կոպտել եմ, ների որ մարդկանց հետ լավ չեմ եղել, ների որ մարդկանց վիրավորել եմ։ Եվ երբ որ գալիս է Տիրոջ կողմից ներում եւ մեր կողմից ապաշխարություն, դրա հետ միևնույն ժամանակ գալիս է բժշկություն։ Ամեն։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս, որոնք որ մեզ լսում են, եւ մեր աղոթքները իհարկե ունեն իրենց տեղը, եւ նույնպես ձեր հավատքը շատ կարեւոր է Տիրոջ համար, բայց եկեք չմոռանանք, որ շատ հիվանդություններ, շատ տկարություններ, շատ նեղ սրտություններ գալիս են մեր սխալ քայլերից, մեր մեղքերից, մեր ոչ ընդունակ վիճակից, որ մենք ապաշխարենք։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս եւ ուրախացնի իր սիրով եւ խաղաղությունով։ Ինչպես եղբայրները ասեցին, որ Տիրոջ լույսը քաղցր եւ թեթև է։ Եվ քրիստոնյա լինելը դա ծանրություն չի, քրիստոնյա լինելը դա նեղություն չի, դա մեծ ուրախություն է եւ խաղաղություն եւ մխիթարություն, քանի որ դա միակ ճանապարհն է, երբ որ մարդ կարողանում է հանդիպել կենթանի Աստծո հետ, ճաշակել նրա ներկայությունը, նրա սերը եւ նրա երկնային կյանքը, որը ամեն բանից վեր եւ ամեն բանից քաղցր է։ Թող Աստված այսօր օրհնի մեզ բոլորիս եւ մանավանդ նրանց, որոնք այսօր ունեն բժշկության կարիք։ Թող Աստծո շնորհքը եւ օրհնությունը իջնի ձեր բոլորիդ վրա։ Աստված օրհնի։ Սիրելի ժողովուրդ, շարունակելով եղբայրների խոսքը, ուզում եմ ասել ձեզ, այսօր որքան ընտանիքներ քայքայվում են, որքան մարդիկ ինքնասպան են լինում, որքան մարդիկ մոլորված, չգիտես ուր են գնում, այս բոլորը վերջի ժամանակների մասին ասում, եւ այս բոլորի մասին գրված Աստծո խոսքի մեջ, ճշմարտության գրքի մեջ։ Բայց ես ձեզ մի բան եմ ուզում ասել, սիրելի ժողովուրդ, որ որքան էլ ուզում դու խորասուզված լինես, որքան էլ հեռացած լինես, որքան էլ մեղքի մեջ եղած լինես, որքան էլ քո կյանքդ խորտակված լինի, Աստված կարող է քեզ կանգնեցնել։ Աստված կարող է, որովհետև Աստված ամենակարող է։ Եթե դու այսօր ընտանիքից բաժանված ես, քայքայված ես, երեխաներից, եթե դու այսօր այս երկրի վրա չես գտնում մխիթարություն, Տեր Հիսուս ասեց, ես գնում եմ, որ մխիթարիչ ուղարկեմ ձեզ, Սուրբ Հոգին, որ ձեզ հետ կլինի ձեր վրա եւ ձեր մեջ կլինի։ Սիրելի ժողովուրդ, հավիտենական կյանքը Աստծո կողմից ձրի պարգևա, ձրի նվեր է, բայց դրանց համար, ովքեր որ հավատում են, սիրելի ժողովուրդ, ովքեր որ ընդունում են Աստծո խոսքը, նրանք կարող են մեկ ակնթարթի մեջ մահը կյանքի փոխել, խավարը լույսի փոխվել, որովհետև ձեզ օրինակ պարզ ասեմ, խաչի վրայի ավազակը, նա ավազակ էր ամբողջ կյանքում եղել, խաչի վրա նա մեռնում էր, նա իր արժանի դատապարտություն էր գրում, ինչպես ինքը ասեց, բայց երբ որ դիմեց Տեր Հիսուս Քրիստոսին,
եւ ասեց, որ երբ որ կգաս քո թագավորությունով, ինձ էլ հիշիր։ Այդ ժամանակ Տեր Հիսուս ասեց, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Ու մենք տեսնում ենք, թե ինչպես Աստծո որդու շնորհքը քանդեց սատանայի բոլոր ծրագրերը այդ ավազակի մեջ եւ մահը փոխվեց կյանքի, ավազակը ստացավ կյանք, ավազակը Հիսուսի հետ եղավ դրախտում։ Ժողովուրդ ջան, մի նայեք սատանայի ստին, որքան էլ դուք խորասուզված լինեք, որքան էլ հեռացած լինեք, որքան էլ ձեր հիվանդությունը ծանր լինի, հիշեք, որ Աստված ավելի մեծ է, Աստծո խոսքը ճշմարտությունը շատ ավելի մեծ է։ Նա 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, այս բոլորը մեր աչքերը տեսնում են։ Այս բոլոր գեղեցկությունը երկինք ու երկրի Աստծո ստեղծածն է, սիրելի ժողովուրդ։ Բայց գալիս է վերջի ժամանակները, մարդիկ միայնակ են մտնում, մարդիկ ուզում են անասունները, կատուների շների պահելով, փորձում են իրանց միայնակությունը, փորձում են իրանց հոգեկան դատարկությունը դրանով հասկացնել, բայց ոչ մի անասուն, ոչ մի բան չի կարող քո ընկերը լինել, քո ընկերը միայն Հիսուս Քրիստոսն է, որ քո համար խաչվել է, դիմեք իրան, աղոթեք իրան, խնդրեք իրան, նա կարող է հենց այսօր փոխել քո կյանքը, եթե դու այսօր մահիճի մեջ ես, եթե դիմես իրան, հիշիր, Աստված կարող է խավարը լույսի փոխել, կարող է քո տարիների հիվանդությունը բժշկել մեկակնթարթում, եթե դու հավատաս։ Հիշիր Կույր Բարթողեմեոսին, հիշիր այն մարդուն, որ ավազանի մեջ էր, 38 տարվա հիվանդի, որ ավազանի մեջ էր, նա ավազանից չէր հեռանում, բայց Հիսուսը նրան ասեց, մահիճդ առ ու քայլիր։ Թող Աստված օգնի, ժողովուրդ ջան, թող լինի ձեր մեջ հույս, հույսը թող չկորչի ձեր, մի մոռացեք, Աստված լույս է, Աստված սիրում է ձեզ, Աստված ուզում է, որ դուք բժշկվեք, Աստված ուզում է, որ դուք լինեք երջանիկ եւ այս երկրի վրա եւ ապագայում։ Սիրելի հարազատներ, շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունենք այսպես այս սենյակի ծերուցելու ձեզ հետ կամ որոշակի այն խոսքերը, որ մենք ավետարանով տեղյակ ենք, ձեզի փոխանցելու։ Մեր սիրտը շատ է ցամաք, հատկապես որ ես ավելի տարիքով եմ, ես նայում եմ այս օրերի ժամանակներին, որ ժողովուրդը սերունդը ավելի խորանում է մեղքան օրինչա մեջ։ Հաճախակի որ լինում եմ Գլենդելի կամ Հոլիվուդի գերեզմանոցներում, կարդում եմ գերեզմանակայրի վրա երիտասարդ հայ անուններ, սիրտս ցավում է։ Իմ տարիքի ժամանակ այնքան եզակի էր, տարվա մեջ եթե մեկը կամ երկուսը մահանային, մեկ-երկու մարդիկ այսպես ասում են, դե բնական էր, բայց հիմա երիտասարդությունը ինչն է պատճառը, այսօր մարդիկ, որ հեռացել են ավետարանից, լույսից, ավելի մոտեցել են աշխարհի մեղքին, մեղքն է մարդկանց մահվան պատճառը, մեղքն է հիվանդությունների հիմնական պատճառը։ Մի ճանապարհ կա, Հիսուս այսօր կանչում է, եկեք ինձ բոլոր հոգնածներ, եւ Աստված սիրելով մեզ բոլորից իր միածին որդին է տվել մեզ, ով որ ես, ով անմահոքի, դա կլինես քույրիկ, տարես թե երիտասարդ, Հիսուսին ընդունի կյանքիդ մեջ, իր անունը կանչի, քո վիճակին մի նայի, մարդ ես, անսխալ մի Աստված է, կա բաներ, որ չես կարող ոչ կնոջ չտացել, ոչ ամուսուդ, ոչ մորդ, ոչ եղբորդ, բայց կա մեկը, Հիսուս անունով, Աստծո որդին, որ մեր մեղքերի համար է խաչվել, իրան ասա, Տեր Հիսուս, ես մեղավոր եմ, ների իմ մեղքերս, երբ մարդու մեղքի թողություն է լինում, դրանից հետո մոտենում է բժշկությունը, դժվարություն չկա, Աստծո մոտ անկարելի բան չկա, կանչի այդ անունը, դիմի այդ անունը, Հիսուսի անունը նշանակում է փրկիչ, նա մարդկության փրկիչն է, ոչ թե միայն վերջին օրը, որ պիտի մեռելներից հարություն տա ու տանի երկինք, հապա ամեն ժամանակ է փրկիչ, բայց նա հրավիրում է քեզ, արի իրան, արի լույսին, արի ավետարանին, ափսոս չեմ մեր երիտասարդությունը, գերեզմանոցում բյուրավոր երիտասարդներ, կարծես թե այս գերեզմանոցները որ կան, հայրի համար է, ինչ է, ոչ, սիրելի երիտասարդներ, որ եթե նստած եք հիմա տանը մեջ լսում եք ծնողների կողքին կամ առանձին, այցելեք եկեղեցիները, մենք խորհուրդ կտանք, այսօր շատ
անհրաժեշտ է եկեղեցի գնալը, եկեղեցին նա չի, որ նա տաճար է, որ գնում եք, եկեղեցին այնտեղ, որտեղ Աստծո զավակներ հավաքում են եւ կարդում են Աստծո խոսքը, եւ Աստծո խոսքը մարդու միտքը լուսավորելով իմանում է ով է իր փրկիչը, իմանում է իր կյանքի հիմնական նպատակը։ Մենք երկիր ենք եկել Աստծո կամքով, հույր ենք այս երկրի վրա, մի կարճատև ժամանակ կգա մի օր, երբ մեր Աստված հրաման կտա, մեր կյանքը կվերցվի, քանի դեռ այդ օրը չեք ելի, այսօր ունես այդ հնարավորությունը, Հիսուս կանչում է արի ինձի, ով անմոհուկի, եթե ընդունես ինձ հավիտենական կյանք ունենաս, ինչպիսի մեղք էլ գործած լինես, կների նա, որ վաղնիկ ես գնում, վաղնիկը չասու դու շատ կեղտոտ ես, մի արիդ, քիչ կեղտոտը թող գա, Աստծո որդին սիրում է մարդկանց, նա ողջ մարդկության համար իր կյանքն է դրել, Տերը օրհնի ձեզ սիրելի հարազատներ, երիտասարդ քույրեր, Տեր օրհնի ձեզ։ Ես կուզեի որ նորից հիշեցնել Մատթեոս ավետարանի մեջ 13-րդ գլխից 13 Սերմնացանի հարակի մասին, որ այնտեղ 44-րդ խոսքում Տեր Հիսուսը այսպես է ասում. դարձյալ երկնքի թագավորությունը արտի մեջ պահված գանձի նման է, որ մարդը գտնելով կծածկե եւ ուրախություն կերտա, բոլոր ունեցածը կծախե, ու այն արտը կգնե։ Սիրելի ժողովուրդ, Տեր Հիսուսը այդ արտը մասին որ ասում է, արտը դա աշխարհն է։ Ասում է մարդը երբ որ այդ արտի մեջ գտավ գանձը դա եկեղեցին է։ Երբ որ գտավ գանձը գնաց, ասում է ուրախությունով ծախեց իր ամեն ունեցածը, որպեսզի գանձը գնե։ Այդ մարդը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս մարդը որպես Աստծո որդի նաև միևնույն ժամանակ նա ուրախությամբ գնաց ծախելու ամեն բան, որպեսզի գնի այդ գանձը։ Հիսուսը փափագում էր այդ օրվան, փափագում էր, որովհետև պիտի բարձրանար խաչ եւ պիտի կատարվեր ազատությունը 4000 տարվա մարդկային կապանքներին վերջ պիտի տրվեր, մահին վերջ պիտի տրվեր։ Դրա համար Հիսուսը շատ էր փափագում աշակերտների հետ ուտել այդ զատիկը եւ դրանից հետո պետք է գնար ազատագրելու մարդուն մահվան իշխանությունը, տապալելու սատանայի իշխանությունը, սատանայի շղթաները քանդելու համար նա ուրախությունով արավ։ Դրա համար այդ մարդը Հիսուս Քրիստոս մարդը միևնույն ժամանակ Աստվածը ուրախությամբ տվեց։ Նա ոչ թե տրտնջալով, ոչ թե ստիպված էր գնալու, այլ նա ուրախությամբ իր կյանքը տվեց, որպեսզի գնի մեզ գանձը, որ թաքնված էր։ Ինչպես մի օրինակ կարող եմ ձեզ ասել, այսպեսի մի շատ հետաքրքիր օրինակ կա, այն ժամանակում ստրուկներին վաճառում էին, առնում եւ վաճառում էին որպես իր, եւ մի մարդ գնում աստրիկաշուկա, որպեսզի ստրուկ առնի իր համար։ Այդ ժամանակ մի ստրեկավաճառի մոտ տեսնում է մի ստրուկի, որը շատ է դուր գալիս իրան, եւ ասում է ինչ արժե քո ստրուկը։ Այն ստրուկը պատասխանում է, որ ես ոչ մեկի միջեմա չեմ ծառայել եւ քեզ էլ չեմ ծառայել, ուզուր մի սակարկիր։ Բայց այս մարդը շարունակում է եւ ասում է, որ ես այդ ստրուկին ուզում եմ գնել, ասեք գինը, տիրոջն է հարցնում, եւ Տերը պատասխանում ասում է գինը, եւ նա հանում է եւ գինը վճարում է։ Ինչքան որ ասում է, գինը վճարելուց հետո այդ տիրոջը ասում է արցակիր շղթաները, եւ նա շղթաները արցակում է, ստրուկը լինում է ազատ առանց շղթաների եւ ստրուկին ասում է հիմա դու ընտրություն արա, գնա արա այն ինչ որ կուզես։ Եվ ինչ է կարծում, սիրելի ժողովուրդ, ուր կգնա այս ստրուկը։ Ես կարծում եմ, որ այս ստրուկը կգնա այն նոր տիրոջ հետևից, որը նրա համար գին վճարեց։ Հիսուս Քրիստոս մեզ համար այս բանն արավ, ամբողջ աշխարհի գինը վճարեց։ Նա տվեց այդ գինը վճարեց եւ մեզ ազատ թողեց, որպեսզի մենք պաշտենք նրան, ում կամենում ենք։ Ձեր բոլորի գինը վճարված է, ժողովուրդ ջան, արտի գինը վճարված է, գանձի համար ուրախությամբ է տվել նա իր կյանքը եւ հիմա սպասում է ձեզ, որ դու գնաք նրա ետևից եւ ունենաք հավիտենական կյանք։ Հավատացեք Աստծուն։ Այս ամենը երկինքն ու երկիրը ինքն է ստեղծել։ Մեր աչքերը չեն տեսնում Աստծուն, բայց տեսնում են նրա գործերը, գեղեցիկ ծաղիկները, ամենք իր հոտով, երկինքը, երկիրը, ծովը, ցամաքը, միթե մեզ ձեր մոտ հարց չի առաջանում, այս ամենը որտեղից եղավ, միթե սա պատահական էր, միթե սա ինքն իրան եղավ, դա հնարավոր բան չի, ժողովուրդ ջան,
այս ամենը կենթանի Աստծո ձեռքերի գործն է, որ այսօր իր որդին ուղարկել խաչվելու ձեզ համար, եւ նա հիմա կանչում է ձեզ, ինչպես Գևորգ եղբայրը կարդաց, եկեք ինձի բոլոր հոգնածներ ու բեռնավորածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Տիրոջ մոտ կա հանգստություն, Աստծո մոտ կա խաղաղություն, նա որ մտնում է նրա հանգստի մեջ, ամեն ինչ նրա համար հրաշալի է դառնում։ Թող Աստված օգնի, որ մտնեք նրա հավիտենական հանգստի մեջ։ Մի երկու խոսք ունեմ ասելու, սիրելի ժողովուրդ, այս օրը վաղը չենք ունենա, այս պատեառիթը, որ տրված է մեզ, այսօր ընդունի Հիսուսին։ Մենք պանդուխտ ենք ուղարկված այս երկրի մեջ, հույր ենք, կարճատել մի կյանք է, բայց դրա համար չի Աստված մեզ արարել ուղարկել այս մարմնի մեջ, բայց այս երկրավոր կյանքի մեջ այս մարմինն է տրված մեզի, բայց Աստված ունի իր երկնային արքայությունը, Սուրբերի թագավորությունը, որ կատարում է ավետարանի միջոցով, իր որդու Հիսուսի միջոցով, ընդունի այսօր Հիսուսին որպես Տեր ու անձնական փրկիչ, ինչպիսի վիճակում որ կաս, մի նայի վիճակիդ, նայի Հիսուսին, կանչի իր անունը, հոգսերդ որևիցե մեկին մի ասա, կոտրվի Տիրոջ առաջ, մարդ ենք, ասա ինքը Տեր, ես սխալական եմ, եղավոր եմ, ներիր, հաշտվի բարեկամներիդ, հարազատներիդ հետ, կարդա Սուրբ Գիրքը եւ կտեսնես քո կյանքը կփոխվի, շրջադարձ կկատարվի, երջանկությունը կգա կյանքիդ մեջ, դու կընդունես Հիսուսին որպես քեզի բարի հովիվ, որպես քեզի առաջնորդ ու փրկիչ, նա է ամենը, նա բարի հովիվն է, նա է երկնքի հացը, ամեն բանը ինքն է Հիսուսը, ընդունի իրան սրտիդ մեջ, այսօրը Պարգև տրվեց մեզ Աստված, շատերը այսօր այս երկրից վերցվեցին, բայց դու հիմա կարող ես այս բանին ասես, Տեր Հիսուս, ես քեզ ընդունում եմ իմ կյանքի մեջ, իմ սրտի մեջ, իմ ընտանիքի, միայն դավանի, ասա, ոչինչ չունես գործեցնելու, սխալ չես անում, որ անես, իսկ եթե չանես, Տերը պիտի ասի, ворցիս ինչի չհավատացիր, ինչու չկանչեցիր իմ անունը, ով որ իմ անունը կանչի, պիտի փրկվի, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, Տեր օրհնի բոլորիդ, բոլոր լսողների։ Մի հատ աղոթենք մեր ազգի համար եւ քույրիկի համար, աղոթ կրա Խաչիկ ջան, երևի։ Մեր ազգի համար էլ, ամբողջ հայ ազգի համար։